բան ասել։ Կարակ ասեք ամենաերկար ճանապարհը ո՞ր ճանապարհն է։ Այնպես բարդացել կտալ չի։ Ասեմ ձեզի, մտքից դեպի սիրտ ճանապարհը։ Որ քո հայտնությունները, օրինակ գիտեք, չէ՞ մենք հավատում ենք, որ դերը ճշտում է։ Բայց երբ որ մենք հիվանդանում ենք, մենք գիտենք, որ ճշտված ենք։ Բայց պետք է դի սիրտ անցնի։ Պետք է դի սիրտ անցնի, որպեսզի դու ճշտվես։ Եթե քո մտքում է, էդի դեռ հավատք չէ, էդի դեռ գիտելիք է։ Ամեն թանկարժան։ Հիմա սիրելիներս, ուզում եմ միասին բացենք Առաջի Կորինթացիս 15:51-52։ Գիտեք, Քրիստոսը հարությունը առել շատ նպատակներով է հարցրել։ Մենք այդ նպատակները շատ չենք կարող նայել, բայց ինչքան որ հնարավոր է կնայենք։ Առաջի Կորինթացիս 15:51-52։ Դուք հավատում եք, որ Քրիստոսը եթե հարություն առել, մի օր մենք ենք հարություն առել։ Հա? Հավատում եք սրա, թե գիտեք, գիտեք, թե հավատում եք։ Եթե հավատում եք, իրենք սրտից է գալիս։ Տեսեք, եթե կան մարդիկ, որ ուղղակի մտքով գիտեն, ես ուզում եմ ասածությունից միտեղ փոխանցեմ քո սրտի մեջ։ 51-52 ուզում եմ կարդամ։ Ասում է ձեզ մի խորհուրդ ասեմ։ Պողոս առաքյալն ասում։ Ամենքս ասում է պիտի չննջենք, բայց ամենքս պիտի փոխվենք։ Հանկարծակի աչք գոցել բանալու մեջ վերջի փողի հնչելու ժամանակ, որովհետև փողը պիտի հնչվի և մեռելները հարություն պիտի արին։ Առանց ապականության մենք էլ պիտի փոխվենք։ Տեսեք, նորից եմ ուզում, որովհետև փողը պիտի հնչի, փողը գիտեք, չէ, հրեշտակը փողը հնչեցնելու է, և մեռելները հարություն են առնել։ Հիմա տեսեք, թանկագիրներս, եթե Տիրոջով մենք ննջենք, առաջ հարություն են առնելու են մարդիկ, որոնք Տիրոջ հետ ննջել են, Տիրոջ կամքի մեջ ննջել են։ Հետո նրանք, որ ողջ են մնացած, աչք գոցել բանալու մեջ փոխվելու են, ստանալու են հրեշտակային մարմին ու դիմավորելու են Իսուս Քրիստոսի օդերի մեջ, եթե ասեմ Թեսաղոնիկեցիս երկրից։ Այսինքն թանկագիրներս, եթե Քրիստոս հարություն առել, մենք բոլորով հարություն ենք առնելու։ Լինելի է արդարների հարություն և ամբարիշտների հարություն, բոլոր հարություն են առնել։ Եվ մեկ այլ տեղ ասում է, եթե Քրիստոս կքարոզվի, որ մեռելներին հարություն առած է, ինչպես ձեզանից մեկ քանիսները կասեն, թե մեռելների հարություն չկա, այսինքն Կորինթոսի եկեղեցում կային մարդիկ չէին հավատում Քրիստոսի հարությանը։ Եվ Պողոսը ասում է, եթե մեռելները հարություն չկա, ուրեմն Քրիստոս հարություն առած չէ, բայց դի բացառված բան է։ Եթե Քրիստոս հարություն առած չէ, ուրեմն մեր քարոզությունը իզուր է։ Զրո է, քրիստոնեություն չկա։ Եթե մեկ Աստծո վկաները կլինենք, որովհետև Աստծո համար վկայություն տվի, թե ինքը մեռելներից հարությունեց Քրիստոս է։ Եթե մեռելները հարություն չեն առել, ուրեմն նա հարություն առած չէ, երկրորդ անգամ ապրել։ Քանզի եթե մեռելները հարություն չեն առնել, Քրիստոսն հարություն առած չէ, եւ եթե Քրիստոս հարություն առած չէ, ձեր հավատքը պարապ է եւ տակավին ձեր մեղքերի մեջ է։ Թանկագիրներս, ուզում եմ, որ ամբողջ սրտով հավատանք, որ Քրիստոս հարություն է առել, ու մենք էլ կգա ժամանակ, որ կառնենք հարություն։ Ես ինձ եմ հիշում, Ժողովուրդ ջան, երբ որ ես նոր ապաստարել էի, Քրիստոսի հարությունի քարոզում, ինձ ծաղրում։ Մեր գյուղի ժողովուրդը, մեր շրջապատս, ոնց դες բան խոսքարում, ասում եմ, ժողովուրդը քրիստոնյա չէ, Քրիստոս նախր հարություն առել, մենք վերջը հարության տուն ենք նշում։ Բայց իդի փառք Աստծո շատ բան է փոխվել։ Այսինքն թանկագիրներս մենք ունենալու ենք հարություն։ Ուզում եմ բացենք Հովհաննես ավետարանը։ 20-րդ գլուխ 15-րդ խոսք։ Հովհաննես ավետարանը ենք բացել։
Դուր չեք բանում բացիկ Աստվածաշունչը։ Հիմա 20:19 ուզում եմ կարդալ նույն օրը 19 բայց տոպիկները դժվար է բացի Հովհաննես ավետարան 20:19 ասում են նույն օրը մեկ շաբթի իրիկունը աշակերտները հավաքված տեղի դռները գոցեին հրյաների վախենալու համար այսինքն տեսեք առաքյալները վախեցած էին, պահկված էին, դռներներ կողպած էին ներսից ինչի որտեղ վախի մեջ էին Հիսուսը եկավ եւ նրանց մեջտեղը կանգնեց եւ ասավ. «Խաղաղություն ձեզ»։ Նայեք թանկագիններս, եթե քո կյանքում Քրիստոսը հարություն առած, չէ, դու վախի մեջ կլինես։ Անհուսության մեջ կլինես։ Տագնապի մեջ կլինես։ Բայց եթե Քրիստոսը գալիս է հարությունը առնում քո կյանքի մեջ, գիտես քո կյանքում ինչ ալնում, մի անգամից խաղաղություն է գալիս։ Մի անգամից խաղաղություն է գալիս։ Նայեք, ասում է հենց եկավ եւ ասավ խաղաղություն ձեզ։ Գիտեք ինչ համար խաղաղություն ասավ, որտեղ առաքյալները խռոված էին։ Անխաղաղ, տագնապի մեջ էին։ Թանկագիններս հենց Քրիստոս մուտք գործած քո կյանքի մեջ հարություն առավ ու խաղաղություն ես ունենալ։ Ամեն։ Շարունակությունը լսեք։ Սա ասելով իր ձեռքերն ու եւ կողքը ցույց տվեց նրանց։ Գիտեք ինչ համար էր ցույց տալու ձեռքերն ու կողքը։ Որ իրանք թմությունից դուրս գային։ Հիշում եք մի օր Հիսուսը հացը բազմացրեց, շատացրեց, ասում են նրանք թմրած էին, չիմացան։ Ասում են տեսեք ձեռներս մեխի տերը։ Կողքս տեսեք, ես եմ, Քրիստոսն է ձեր հետ խոսում։ Շարունակություն է։ Եվ գիտեք ինչ ասում, աշակերտները ուրախացան։ Այսինքն թանկագինես, եթե Քրիստոս քո կյանքում հարություն առել, դու կունենաս խաղաղություն։ Հետո գիտես ինչ կունենաս, ուրախություն կունենաս։ Ամեն բան կկարգավորվի։ Խռովության փոխարեն քո կյանքում կգա խաղաղություն։ Տխրության փոխարեն քո կյանքում կգա ուրախություն։ Ամեն բան կգնի դերը։ Գիտեք, մեկ անգամ Մարտին Լյութերին բոլորը լսել եք։ Ինքը ասում է հաճախակի տխրության տես ոգի էր բռնում իրան։ Գիտես, ասում են կինը մի օր ասավ լսի։ Իմի քո կյանքում Քրիստոսը մահացած է, հարություն առած ուզում եմ հասկանալ։ Ասում այդ օրվանից սկսած Մարտին Լյութերը եկել չէր տակվում։ Գիտես թանկագինս, եթե դու տխուր ես, Քրիստոս անաստապահությունը, որ Քրիստոս քո կյանքում հարություն առած չլինի։ Ես ասեմ, թե թանկագինս կլինեն պայքարներ։ Հարցակում կլինի քո խաղաղության վրա, քո ուրախության վրա։ Բայց հիշիր, որ Քրիստոս քո կյանքում է բնակվում։ Նա քո կյանքում մահացած չէ։ Նա քո կյանքում է բնակվում, նա քո կյանքում հարություն է առած։ Ամեն թանկագինս։ Հիմա ուզում եմ շարունակությունը կորտալ։ Ինչ հետո տեսեք ինչ ասում։ Հիսուսը նորից ասավ. խաղաղություն ձեզ, երկու անգամ ասում է խաղաղություն ձեզ։ Ինչպես հայրը ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում։ Առաջինը Հիսուսը տալիս է քեզի խաղաղություն, հետո ուրախություն, հետո գիտեք ինչ անում, ուղարկում։ Հանձնարարություն անում։ Եթե թանկագիններս Քրիստոս քո կյանքում է, դու կլինես ուրախ, դու կլինես խաղաղ, ու դու ինչ որ բան անես Տիրոջ համար։
Ամեն թանկագինս։ Եվ ինչ ասում, ասիկա ասելով հնչեց նրանց վրա եւ ասավ արեք Սուրբ Ոգին։ Այսինքն տեսեք առանց զինելու Քրիստոս չի ուղարկում մեզի։ Ինքը զենք է տալիս։ Ամեն։ Ինքը զենք է տալիս հետո նոր ուղարկում է, նա առանց զինելու չի ուղարկում եւ պատերազմի դար։ Ասում է արեք Սուրբ Ոգին։ Եվ գիտեք ինչ ասում, որոնց մեղքերը որ թողեք թողված կլինի, որոնց մեղքերը որ ետ բռնի բռնած կլինի, եւ իշխանությունը տալիս մեղքի վրա։ Հենց Քրիստոս քո կյանքում հարություն առավ թանկագինս։ Դու կզինվես, ուրախություն կունենաս, խաղաղություն կունենաս, կզինվես, սիրով կլցվես, կգնաս պայքարի մեղքի հետ։ Կտանես արքայության ավետարան։ Ամեն թանկագինս։ Ինչ է կատարվում վախից դեպի համարձակություն, երբ որ Քրիստոս հարություն առած է քո կյանքում։ Տխրությունից ուրախություն, գալիս է խռովությունից խաղաղություն, անորոշությունից տեսիլք։ Դու անորոշ չես մի առաքյալները ժողովուրդ ջան, անորոշության մեջ էին, բախկված էին, թաքնված էին, չգիտեին ինչ անեին, բայց միևնույնն է, որ ցնված չէին, հավաքված էին։ Սա է հույսը։ Անհույսության մեջ էին, ժողովուրդ ջան։ Կուրության մեջ էին եւ տեսողությունը ստացան։ Ինչից էին թաքնվել։ Ավետարանելուց։ Նրանք թաքնվելուց դուրս եկան սկսեցին ավետարանել։ Հենց Քրիստոս քո կյանքում է գալիս, ժողովուրդ ջան։ Ամեն դու հայտնվում ես Տիրոջ կյանքի մեջ։ Թող աշխարհը Քրիստոսի քո մեջ տեսնի։ Հարություն առած վիճակում տեսնի։ Ես մի բան ուղղակի հիշեցի շատ շուտ, իմ մեր կողքի գյուղից նորադուսից հաճախորդ կար, ես քարոզում էի իրանցը, գիտեք ինչ ասավ, ասավ ինչ ես ճակատի գրե Քրիստոս ֆարմում, ես չգիտեի, որ ճակատի Քրիստոս է գրված։ Թանկագինս թող մարդիկ ձեր մեջ հարություն առած Քրիստոսին տենան։ Ոչ թե մահացած Քրիստոսին տենան, այլ տենան հարություն առած Քրիստոսին։ Թող Քրիստոսի կյանքը ձեր միջից հոսի, ժողովուրդ ջան։ Ամեն։ Մի բան եմ ես ուղղակի ուզում ասել, ժողովուրդ ջան։ Սատանան ամեն ինչ անելի է, որ քո ներսի զորությունը մանի, քո ներսի հավատը մանի, որ Քրիստոս քո մեջ չերևա, ամեն ինչ ինքը դա անելի է։ Ես մի բան եմ ուզում ասեմ, թանկագինս, եթե դու քո հավատքի վրա հավատք ավելացնես, ավելացած հավատքի վրա էլի հավատք ավելացնես, այդ հավատքի վրա էլի հավատք ավելացնես, ես քեզ մի բան ասեմ, դու կքայլես, անապատը կծաղկի։ Ինչ նկատի ունեն։ Ամեն։ Մարդիկ կուզենան գան քո մոտ։ Մարդիկ կուզենան լսել քեզի։ Մարդիկ հետ շփվելիս շնորհք կստանան։ Մարդիկ հետ շփվելիս խաղաղություն, ուրախություն կվերապրեն։ Մարդիկ հետ շփվելիս ծանավ կունենան Քրիստոսի։ Սա գիտեք ինչա կոչվում։ Հավատք։ Կաստ է մարդ, որ ուզում է էսերի մարդ դառնալ։ Ուզում եմ ձեր ձեռքերը բարձրացրեք, լսեք թանկագիններս ասեն ես ձեզ ինչ։ Մի հատ երգ կա։ Ստեք, մի հատ երգ կա։ Ուզում ես քո աղքատությունը փոխվի հարստության, հա։ Ուզում ես, չէ։ Աստված թանկագինս քո ձեռքի գործը կորտնի, բայց մի բան կա, սիրելիս, մի բան կա։ Աստված ուզում է, որ քո հավատքը բացվի, ծաղիկի պես բացվի։ Եթե քո հավատքը ծաղիկի պես բացվի, քո շրջապատը կսկսի ծաղկել թանկագինս։ Ես ինչ եմ որդորում, Տիրոջ հոգի նման է գիտեք ինչ, գետի։ Իսկ գիտեք գետը ինչի համար Աստված դրել, որպեսզի գնա եւ ծաղկեցնի։
Թանկագինս, եթե դու լծվես Տիրոջ հոգով, եթե դու լծվես հավատով, մի բան ես կարամ քեզ ասեմ, դու չես կարող նստես քո տանը։ Առանց հավատի չկա հարություն։ Թանկագինս Քրիստոսը հարությունը առե, որ քո հիվանդությունները բժշկվի, որ քո մեղքերը ներվի, որպեսզի դու նմանվես նրան։ Ամեն թանկագինս, լսեք սիրելիներ։ Ուզում ես դու ձեռք դնես մարդիկ բժշկվածն հա։ Հավատքով լծվի, ընդհանրապես հետ։ Ուղղակի հավատքով լծվի։ Ուզում ես թանկագինս մարդիկ քո միջոցով Քրիստոսին ճանաչեն, հա։ Ուզում ես ուղղակի հավատքով լծվի։ Ուղղակի լծվի հավատքով եւ զորությունով։ Ամեն ստեյք հավատքիդ վրա հավատք ավելացրու։ Դու կտեսնես քո խնդիրները ոնց է լուծվում։ Ուղղակի հավատքիդ վրա հավատք ավելացրու։ Ամեն թանկագիններս։ Սատանան սիրելիս ամեն ինչ կանի, որպեսզի քո հավատքը մարի։ Ամեն ինչ կանի սատանան։ Թույլ մի դու։ Կզբաղեցնի քեզի, չգիտեմ տարբեր բաներով քշերի, ինչի համար, որպեսզի դու միայն փրկվես։ Ընդհանրապես միայն փրկվես։ Հիշեք, թանկագիններս Հիսուսը մի բան ասավ։ Ասավ հավատացողի համար անհնարին ոչինչ չկա։ Գիտեք։ Ուզում ես քո վախերը անհետանան։ Կաց թե մարդ, որ ուզում իր վախերն անհետանան, թանկագինս դու պետք է հավատքով լծվես։ Ուզում ես հավատքով լծվես, շատ կարդա Աստվածաշունչ։ Շատ կարդա, ինչքան ես կարդում, կրկնապատ կա։ Կրկնապատկեցիր, էլի կրկնապատ կա։ Շատ կարդա Աստվածաշունչ։ Դու կտենաս, որ ուրիշ մարդ ես դառնում։ Դու կտենաս, որ քո տխրությունը ուրախության է փոխվում։ Դու կտենաս, որ քո անհուսությունը հույսի է փոխվում։ Քո վախերը համարձակության է փոխվում, քո շրջապատը փոխվում են քո պատճառով։ Քրիստոսին են ճանաչում քո պատճառով։ Լսեք, սատանան գողանում է մեր հավատքը, ժողովուրդ ջան, թույլ մի տվեք։ Ամեն։ Ալելույա։ Դու կարողանաս կանգնես ու մի օր ասես, Տեր, ես ուզում եմ, որ իմ գյուղը իմ պատճառով փոխվի։ Ես ուզում եմ, որ իմ պատճառով իմ գյուղը քեզի ճանաչի։ Ես ուզում եմ դառնամ մի անոթ, որի պատճառով մարդիկ քեզի կճանաչեն։ Կարաս կանգնես ասես։ Բայց դու պատրաստ ես կյանքը դնես։ Ասեմ ես ձեզի թանկագիններ։ Ես չեմ հոգնի սա ասելուց։ Ու ես միշտ կասեմ։ Ապրիր երկրի վրա, երկրքի համար։ Լսեք, թանկագիններ, Քրիստոս մի բան ասեց, երկրի վրա գանձեր մի դիզեք, երկնքում գանձեր դիզեք։ Երկրի վրա գանձերը քո ինչն է պետք։ Ուզում եմ հասկանալ։ Ինչ ես անում։ Հաստորեն կարանք մենք երկնքում գանձեր ունենանք։ Դու ուզում ես եթաս երկինք ու տենաս ընդել լիքը կե հարստություն կա, հա? Գանձեր կա, կյանքը դիր քո գյուղի փրկության համար, կյանքը դիր քո գյուղի փրկության համար, քո քաղաքի փրկության համար, կյանքը դիր թանկագին ես, միաբանվի այն մարդկանց, որոնք իրենց կյանքերը դնում են, ամեն թանկագին ես, միևնույն ամեն բոլորովս գարյան մի օր, որ մահանալու ենք ու կանգնելու եմ Տիրոջ առաջ, ու ասեմ ես ձեզ, սիրելիներ, Այս կյանքը ակնթարթ է, թող քեզի չթվա, որ այս հավիտենական կյանք է, այս կյանքը ակնթարթ է, ապրիր Տիրոջ տեսիլքների համար, ամեն թանկագիններս։ Ուզում եմ բացենք Ղուկաս ավետարան 24:13-ը։
24:13 13-ից 23 կկարդանք։ Ասում է աշակերտներից երկուսը նույն օրը գյուղը կգնային, որ Երուսաղեմից 60 ասպարեզ հեռու էր։ Անոնք կխոսեին իրար հետ այս բոլոր եղած անցքերի վրայով։ Երբ նրանք խոսակցեին խորհրդածություն կանային, Հիսուսը ինքն էլ մոտենալով նրանց հետ կգնար։ Բայց նրանց աչքերը բռնված էին, որպեսզի չճանաչեն։ Այն ժամանակ ասավ նրանց, ինչ են այդ խոսքերը, որոնք քայլելով իրար հետ կխոսակցեիք ու տրտմացել եք։ Տեսեք, նրանք տրտմած էին, որտեղ իրանք Քրիստոսի հարությունից տեղյակ չէին։ Պատասխան տվավ մեկը եւ ասավ նրան, մեկը, որի անունը կղիով Պաս էր, եւ ասավ նրան. դու միայն Երուսաղեմի մեջ կաս եւ չես գիտեր թե ինչեր եղան հոն այս օրերս։ Նա էլ ասավ նրանց. ինչ։ Նրանք էլ իրեն ասեցին. Նազարեթի Հիսուսի համար, որ ասո եւ բոլոր ժողովրդի առջև գործով եւ խոսքով զորավոր մարգարե եղավ։ Ինչպես քահանաներն ու մեր իշխանները մահվան մատնեցին նրան եւ խաչ անեցին։ Իսկ մենք կհուսայինք, որ նա էր, որ Իսրայելը պիտի փրկեր։ Ասում է մենք կհուսայինք։ Տեսեք, իրական հուսության մեջ է։ Թանկագինս, եթե Քրիստոս քո կյանքում չկա, դու հույսը կկորցնես։ Բայց եթե Քրիստոս քո կյանքում հարություն առած է, դու հույս կունենաս։ Ամեն թանկագիններս։ Այսինքն Քրիստոս հարություն առե, որպեսզի անհուսությունից հույս կա։ Հարությունը վերաբանկնում է կորած հույսը։ Ուզում եմ կարդամ արագ Հովհաննես 20:24-ը։ Հովհաննես ավետարան 20:24։ Ասում է, բայց 12-ից մեկը երկվորյակ ասված Թովմասը նրանց հետ չէր, երբ Հիսուսը եկավ։ Երբ մյուս աշակերտները ասին նրան Տերը տեսան, նա էլ ասավ նրանց. եթե իր ձեռքերի վրա բևերների նշանը չտեսնեն, լսում եք, մատս բևերների տեղը չխոթեմ եւ իմ ձեռքս նրա կողքը չխոթեմ, չեմ հավատա։ Լսում եք։ Այսինքն Թովմասը չէր հավատում, որ Քրիստոս հարություն առե։ 26-րդ խոսք ասում է. 8 օր հետո դարձյալ աշակերտները ներսն էին։ Թովմասն է նրանց հետ։ Եկավ Հիսուսը, թեև դռները գոց էին, եւ կայնեցավ նրանց մեջտեղ եւ ասավ խաղաղություն ձեզ։ Ետքը ասավ Թովմասին, մատդ հոսպետ, նայեք իմ ձեռքերս, եւ մեր քո ձեռքդ եւ իմ կողքս խոթե, եւ մի լինի անհավատ, հավարինի հավատացյալ։ Եվ Թովմասը պատասխան տվավ եւ ասավ. իմ Տեր եւ իմ Աստված։ Հիսուսը ասավ նրան, որովհետեւ դու ինձ տեսար, դրա համար հավատացի։ Երանի նրանց, որ տեսած չեն ու կհավատան։ Հիմա ասա, ես երանելի եմ։ Գիտես ինչ ես դու երանելի, որտեղ դու Հիսուսին ֆիզիկապես չես տեսել։ Երբ որ Քրիստոս հարությունը առնում քո մեջ, գիտեք ինչ ալինում, անհավատությունը փոխվում է հավատքի։ Ամեն։ Հանկագիններս մի բան ասեմ, գիտեմ, բոլորիդ խնդիրների մոտավոր գիտեմ, բոլորիդ խնդիրների համար Աստված լուծում ունի։ Միայն հավատացեք ժողովուրդ, միայն հավատալ է պետք, միայն հավատալ։ Ինչ է կարծում, Աստված հրաշք անելը Աստծո դադարել թե կա։ Կա, Աստված շարունակում է հրաշքներ։ Ամեն։ Գիտեք ինչ նախանգարում, որպեսզի քո հրաշքը գա։ Թեր հավատությունը։ Թեր հավատությունը նախանգարում։ Քո ներսի ատելություններն են խանգարում։ Քո ծուր սիրտ նախանգարում։ Ես գիտեք ինչ եմ աղոթում։ Տիրոջ եմ։ Ամեն առավոտ ասում եմ Տեր,
Ուզում եմ քո սրտիդ նման սիրտ ունենալ։ Խնդրում եմ դուր ինձ։ Ցույց տուր իմ սիրտը որտեղ է ծրված, ում հանդեպ է ծրված։ Օգնած Տեր։ Ուզում եմ որպեսզի քո սրտի նման սիրտ ունենալ։ Ու ես հորդորում եմ թանկագիններս, որպեսզի յուրաքանչյուրը ձեր հենց բարձրացավ աղոթքի, այս ձև աղոթք բարձրացնեք Տիրոջ։ Թող ինքը ձեր սիրտը ուղղի։ Ամեն ժողովուրդ։ Ամեն։ Ամեն։ Աստված չի մերժում կասկածողին, չմերժեր չէ Աստված թող մասին, այլ հանդիպում է նրան։ Եթե քո մեջ կասկածանքներ կա, Տերը կհանդիպի քեզ։ Ամեն։ Եվ ուզում եմ վերջի տեղը կարդալ Հռոմեացիս, եկեք բացենք 6:4-ը, հետո կանցնենք հաղորդության խոսքին։ Հռոմեացիս 6:4 4-րդ խոսքը։ Ասում եմ նրա հետ, լսեք, թաղվեցավ մկրտությունով։ Մենք ամառը մկրտություն ենք ունենալու։ Լսեք, Քրիստոսը թաղվեց, գերեզմանի մեջ դրվեց։ Ճիշտ է։ Հիմա եկեք անցնենք առաջ։ Մահվան համար, որպեսզի ինչպես Քրիստոս հոր փառքով հարություն առնի մեռելներից։ Անպես էլ մենք կյանքի նորոգության մեջ պտտենք։ Հիմա տեսեք, թանկագիններս Քրիստոս հարություն առավ, չէ՞։ Գիտեք ինչի։ Որպեսզի քո հին մարդը մահանա։ Որպեսզի դու կյանքի նորոգության մեջ պտտես, որպեսզի էլ հին քո մարդը, քո հին էությունը մահանա։ Ինչի համար Քրիստոս մահացավ, թաղվեցավ և հարություն առավ։ Նա հարությունը առավ, որպեսզի թանկագիններս քո նոր մարդը հարություն առնի։ Նոր էությունը։ Մենք ինչից ենք բաղկացած, մարմնից, հոգուց և շնչից, որպեսզի քո շունչը հարություն առնի։ Դու այստեղ եք։ Քո շունչը որպեսզի հարություն առնի, որպեսզի քո նոր Քրիստոսի կերպարանք ունեցող մարդը հարություն առնի։ Այստեղ եք թանկագիններ։ Քրիստոսի հարությամբ մենք կանչված ենք, որպեսզի ապրենք նոր կյանքով, թանկագիններս, որպեսզի մեղքի կյանքից անցնենք սուրբ կյանք, հին մարդու կյանքից ապրենք նոր մարդու կյանք, թանկագիններս, սպանեք ձեր հինեությունը։ Այստեղ եք ժողովուրդ։ Քրիստոս դրա համար է հարություն առած սիրելիս, որպեսզի քո նոր մարդը հարություն առնի, նոր կերպարանքով։ Ամեն ժողովուրդ։ Հին մարդու մահ և նոր մարդու հարություն։ Տեսնում եք, սա է քրիստոնեության իմաստը ժողովուրդ ջան։ Ասա հին մարդը կմահանա և նոր մարդը հարություն կառնի։ Ամեն։ Դրա համար ասիլերներ Քրիստոսը հարություն առել, որպեսզի քո նոր մարդը հարություն առնի։ Ամեն։ Հիմա ուզում եմ մի երկու տեղ կարդանք, թող հաղորդությունը արդեն պատրաստ է, եթե պատրաստ չէ։ Եկեք բացենք Հովհաննես ավետարան։ Հովհաննես ավետարան 6-րդ գլուխ 53-րդ խոսքը։ Վեցերորդ գլուխ։ Շատ շնորհակալություն թանկագիններս։ 53-րդ խոսքը 6-րդ գլուխ։ Ասում է սրա վրա հրեաները իրարու հետ կվիճեին և կասեին. ինչպես կարող է սա մեր մարմինը հարություն տալ ուտելու։ Նորից եմ կարդում, ինչպես կարող է սա իր մարմինը մեզի տալ ուտելու, կներեք։ Հիսուսը ասավ նրանց. ճշմարիտ եմ ասում ձեզ,
եթե որդին մարդու մարմինը չուտեք եւ նրա արյունը չխմեք, ձեր կյանքի մեջ կյանք չեք ունենա։ Հիմա հարց եմ ուզում ձեզ։ Ինչ է նշանակում ձեր անձերի մեջ կյանք չեք ունենա։ Ասեմ ձեզ սիրելիներ։ Եթե քո կյանքի մեջ կյանքը չկա, քո կյանքի մեջ Հիսուսը չկա, որտեղ Հիսուսը կյանքն է։ Ամեն։ Եթե քո կյանքի մեջ կյանքը չկա, մահը կա։ Եթե քո կյանքի մեջ մահը կա, Քրիստոսը իրեն քո կյանքում հարություն առած չէ։ Ամեն։ Եթե կյանքը քո կյանքի մեջ չկա, թանկագինս, դու հավիտենական կյանք չունես։ Լսեք սիրելիներ։ Ով որ մերժում է Քրիստոսի հաղորդությունը, ինքը հավիտենական կյանք չունի։ Նորից եմ ուզում կրկնել։ Ովքեր որ չեն հավատում Քրիստոսի մարմնի եւ արյան հաղորդության, իրանք հավիտենական կյանք չունեն։ Դե ինչի որովհետեւ չեն հավատում։ Ով որ իմ մարմինը ուտե եւ իմ արյունս խմե, հավիտենական կյանք պիտի ունենա, եւ ես նրան հարություն առնել պիտի տամ վերջի օրը։ Փաստը որ ուզում է հարության մեջ բաժին ունենա։ Թանկագինս։ Դու պետք է հավատքով ընդունես նրա մարմնի եւ արյան հաղորդությունը։ Ամեն սիրելիներ։ 56-րդ խոսքը։ Քանի որ իմ մարմինս ճշմարիտ կերակուրը եւ իմ արյունս ճշմարիտ ըմպելիք, նա որ իմ մարմինս ուտում է եւ իմ արյունս խմում է, նա իմ ներսում կբնակվի եւ ես նրա ներսում կբնակվեմ։ Եթե դու ուզում ես Տերը բնակվի քո մեջ եւ դու բնակվես նրա մեջ, դու պետք է ընդունես նրա մարմնի եւ արյան հաղորդությունը։ Ամեն։ Ամեն։ Թանկագինս մի բան ասեմ, սրանից հրաշք բան չկա էլ, որ Քրիստոս բնակվի քո մեջ։ Ես ուզում եմ, որ իմ մտքով չէ, ասես ամեն, ես սրտով։ Սրտով հավատաս, որ հաղորդությունը, երբ որ դու ընդունում ես, նա բնակվում է քո մեջ։ Սրտով հավատում ենք։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Թող այդպես լինի։ Ամեն։ Ինչպես կենդանի հայրը ինձ խելքեց, ես կենդանի եմ որ ձեռքում, այնպես էլ նա որ ինձ կուտե, ինքն էլ իմ ձեռքովս կենդանի պիտի մնա։ Այս է այն հացը, որ երկնքից իջած է, ոչ թե մանանան, որ հայրերը կերան եւ մեռան, ով որ այս հացը ուտե, հավիտյան պիտի ապրի։ Ամեն։ Սրանից երջանք